Այսօր 16 հունիսի 2025 թվական ես փորձում եմ իմ հին ձայնագրություններից նորից տեղադրել այս ժամանակների մասին մարգարեությունները, բայց չեմ հասցնում ժամանակի առումով եւ որոշեցի ուղղակի հիշեցնել ամիսներ առաջ արված Աստծո տված խոսքերից, որ Աստված Սուրբ Հոգին ինձ ասել էր, որ շուտով կգա մի ժամանակ, որ այնպես ամեն ինչ կխառնվի տարածաշրջանում, թե հյուսիսից, թե հարավից, որ Հայաստանում ուղղակի շատ օտարազգի մարդիկ կլինեն եւ շատ տարբեր ազգեր գալու են Հայաստան։ Ու չնայած նրան, որ միևնույն է, հանգիստ ու խաղաղ տեղ չի լինելու, ամենուր է լինելու անխաղաղ, բայց միևնույն է, այնպես է դասավորվելու կյանքը եւ գործողությունները, որ տարբեր ազգեր իրենց փրկությունը փնտրելու են Հայաստանում։ Եվ ուզում եմ հիշել նաեւ մեկ ուրիշ խոսք, երբ ինձ ասվել էր, որ երբ շատ ազգեր տարբեր կան Հայաստանում, նորից հայկական այս գիծը, որ շատ արտահայտված է մեր մեջ, շահամոլություն, փողասիրություն եւ շատերն են, որ ուղղակի խիղճ չունեն, խիղճը կորցնում են, երբ փողի մասին է խոսքը գնում, եւ ինձ ասվեց, որ կգա ժամանակ, որ ուղղակի մեր երկրում անշարժ գույքը, վարձակալվող գույքը նորից կբարձրանա շատ գները, կթանկանա եւ դրանից շատերը առիթից կօգտվեն, սակայն ինձ Սուրբ Հոգին ասաց, որ պետք չէ որ նրանք հրճվեն, որովհետեւ այդ ամենը մի որոշ ժամանակ հետո նրանց ուղղակի պետք չի գալու այն գումարները, որ իրենք կկուտակեն հենց անշարժ գույքի վարձակալության եւ վաճառքի միջոցով, մի որոշ ժամանակ հետո այդ գումարը արդեն իրենց նույնիսկ էլ օգուտ չի բերելու, որովհետեւ ամեն ինչ այնպես է փոխվելու, որ ձեր գումարները ձեր կյանքում ուղղակի անպետք են դառնալու։ Իսկ դա այն մասին է խոսում, որ մենք ապրում ենք ամենավերջին օրերում եւ երբ հաց չլինի, քո գումարը քեզ հաց չի դառնա։ Երբ սնունդ չլինի խանութներում, քո գումարը քեզ սնունդ չի դառնա։ Երբ լույս չլինի, քո գումարը քեզ լույս չի դառնա, կամ երբ ջերմություն չլինի, տաք չլինի, ջուր չլինի, հաց չլինի, երբ մարդիկ կոտորվեն, երբ մարդիկ զոհվեն, երբ լինի բնական աղետներ, երբ լինի Աստծո պատիժներ, դատաստաններ եւ երկրի եւ երկնքի նշանները, որոնք պատերազմներն են, որոնք սովերն են, որոնք մահերն են, որոնք երկրաշարժներն են, որոնք հզորագույն քամիներն են, տորնադոներն են, ցունամիներն են, փոթորիկներն են, ջրհեղեղներն են, կարկուտներն են, կայծակներն են, որոնք հիվանդություններն են, այդ ամենը էլ փողով չես կարողանա փոխել։ Փողով ոչինչ չեն կարողանալու մարդիկ փոխել եւ երբ Հիսուսը գա տանի իր եկեղեցուն, փրկի իր ընտրյալներին, ձեր փողերով դուք չեք փրկվելու, որովհետեւ Աստված ասել է մեզ, որ գանձեր դիզեք ոչ թե երկրի վրա, այլ երկնքում։ Եվ մեր սիրտը այնտեղ է, որտեղ որ մեր գանձն է, իսկ Քրիստոսի եկեղեցու սիրտը, այսինքն Հիսուսի իրական զավակների սիրտը Հիսուսն է, եւ նա երկնքում է, եւ նրա արքայությունը այն ինչ սպասում է, նրա թագավորությունը եւ հավիտենական կյանքը, դրանք մեր գանձերն են, մեր Հիսուս Քրիստոսն է մեր գանձը եւ այդ ամենը երկնքում է, այնպես որ այստեղ գանձեր մի դիզեք, այլ մտածեք երկնային արքայությունում գանձեր դիզելու մասին, այսինքն ձեր սերը, հավատը ընդունեք Տեր Հիսուս Քրիստոսին, սիրեք նրան, հավատարիմ եղեք, խոնարհվեք նրան, մեր Սուրբ Երրորդությանը խոնարհվեք, ընդունեք, փառաբանեք, ձեզ հանձնեք Տիրոջ ձեռքերին եւ ընդունեք Տիրոջը, ձեր փրկչին ընդունեք, նրա տված փրկությունը ընդունեք, ապաշխարեք, դարձի եկեք, որովհետեւ ուղղակի շատ շուտով ձեզ ոչինչ չի օգնելու։ Ոչ մի կերպ ձեր նյութականը, ձեր դիրքը եւ ձեր փողը ձեզ չի փրկելու։ Երբ Աստծո դաժանագույն դատաստանները, պատիժները թափվեն մեր գլխին, մեր փողը կամ մեր ծանոթությունը մեզ չի փրկելու։ Մեր փողը կամ մեր հնարավորությունները, մեր դիրքը մեզ չի փրկելու, մեզ չի օգնելու։ Փրկությունը Աստծո մեջ է միայն, բայց էլ չեք կարողանալու դուք ձեր նյութականով առաջ գնալ։ Աստծո առաջ այդ ամենը ոչինչ է, զրո է։ Ձեզ միայն ձեր հավատը կփրկի, միայն հավատը։